Այս դասընթացում եւ վաղ առավոտ մեր առաջին դասընթացի ընթացքում պիտի նայենք բացատրական քարոզի ուրվագծի վրայով։ Արդեն իսկ մի նմուշ այեցանք մի քիչ առաջ, եթե հիշում եք մեր վերջին նմուշը, արդեն սկսեցինք այս բաժինը, երբ Ղուկաս 15-ում նայեցանք այդ քարոզի նկատմամբ նրա մայր գաղափարը, թեզիսը, առաջարկը եւ հետո նրա համահունչ անշուշտ լրացումները, կետերը։ Հիմա այս կոզրական մոդեցումը, հիմա աշխատանքային մի չասեմ, որը ավելի այստեղ նայում ենք, միասին անում ենք, քանտեզացած, ծեվում կոզրական աշխատանքային է այդ առումով, այո, պիտի նայենք էլի քանի ուրիշ քարոզներ, բայց առաջ որ իմ քարոզներից կարգ բաներ նայենք միասին, այսօր է վաղ առավոտ, ուզում էի Ցեզ մի քիչ աշխատացնել, հիմա որ ճաշեցինք, մի քիչ պետք է մարսենք։ Արջևս ունեմ առնվազն 3 հատվածներ, կարճ հատվածներ են, եւ հետեւյալն է, որ խնդրում եմ ցեզանից եղբայրներ ջան, որ դուք ասեք, թիվ 1 քարոզի մայր կետը ինչա, ինչու տեքստից վերցված, եւ թիվ 2 այս պարակայում, այս հատվածների ըստ ծեր գիտության ամացայն քարոզի լրացումները։ Իմ առաջինը շատ դյուրին դված եմ, առաջին տեքստը, որ պիտի նայենք, միասին պիտի անենք, ես չեմ ասում, որ միասին պիտի չանենք, միասին պիտի անենք, բայց պիտի կարդամ, ցես հարց պիտի տամ։ Դուք պիտի ասեք զորօրինակ, սրա մայր կետը ինչա, թեզիսը ինչա, առաջարկը ինչա, այդ քարոզի, այդ հատվածից, եւ երկրորդ նրա համապատասխան լրացումները, որոնք են։ Հիմա, այս առաջինը շատ դյուրին է, ինչու որովհետև Հիսուս ինքը արդեն մեզ ներկայացնում է լրացումները իր ուղերձին։ Սա քարոզ չէ, բայց դիսկուրս է, նայեցեք, Մատթեոս 13, 4-րդ համարից, Մատթեոս 13, 4-րդ համարից, Ահա սերմնացանը ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, մի քանի սերմնահատիկ ճանապարհի եզերքին ընկան, եւ երկնքի թռչունները եկան եւ դրանք կերան։ Իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար, եւ իսկույն բուսնեցին հողի սակավության պատճառով։ Բայց երբ արևը ծագեց, վառվեցին, եւ որովհետեւ արմատ չունեին, չորացան։ Ուրիշները փշերի մեջ ընկան եւ փշերը բարձրացան ու դրանց խեղդեցին, իսկ ուրիշներն էլ բարեպեր հողի վրա ընկան ու բդուղ տվեցին, մեկը 100-բադիկ, մեկը 60-բադիկ եւ մեկը 30-բադիկ։ Եվ հետո ասում է, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Հիմա մենք կարանք, օրինակ առաջին համարից իհարկե, մինչև 9-րդ համարը, ոնց որ սա մեր քարոզի, բացական քարոզի, այո, տեքստը, միավորը։ Հիմա մեկը կարա ասել 4-ից 8-ը կարա անել, ինչու որովհետև այնտեղը Տիրոջ արագը ներկայացված է։ Եվ մենք բախտավոր ենք սա առումով, որ դերը ինք ինչ անում է այս արագի վրայով, մեկնաբանում է։ Ինքը մեկնաբանություն ալ տալիս է։ 18 համարից սկսյալ։ 18 համարում գասե, արդուք լսեք սերմնացանի արագը։ Ամեն ոք, ով լսում է արքայության խոսքը, բայց չի հասկանում, գալիս է չարը եւ ապշտագում նրա սրտի մեջ սերմանվածը։ Ճանապարհի եզերքին սերմանվածը սա է։ Հետո քարքարոտ վայրում սերմանվածը նա է, ով խոսքը լսելիս իսկույն ուրախությամբ ընդունում է այն, բայց քանի որ իր մեջ արմատ չունի, այլ ժամանակավոր է։ Ապա երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ ալազանք է լինում, իսկույն քայթակվում է։ Փշերի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության բադրանքները խեղդում են այդ խոսքը, եւ այն անբդուղ է լինում։ Իսկ բարեպեր հողի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը եւ հասկանում բդուղ է տալիս, մեկը 100-բադիկ, մեկը 60-բադիկ եւ մեկը 30-բադիկ։ Հետո ուրիշ արագ մնել պատմեց կասե, երկնքի թակավորությունը նման է մի մարդու, ինչու այս պարակայինը անշուշտ ինքը
Երկնքի թագավորության մասին խոսում է։ Ինչու քանի մարակներ տալիս է Մատթեոս 13-ում երկնքի թագավորության մասին։ Հիմա եթե մենք հարց տանք եղբայրներ ջան, այս քարոզի, մենք քարոզում ենք Մատթեոս 13:1-9։ Իհարկե, մեկնաբանությունն ունենք, սակայն այդ քարոզի մեջ ներգրավել, մեկնաբանությունը այնտեղ է։ Երանի ազոխոսքը բոլորը այդպես տրված լինելպես չէ։ Դերը մեկնաբանությունը դար իր ամենը սածին, բայց ազոխոսքը այդպես չի անում։ Այս բարակային ոնց որ յուրահատուկ իրադարձության արժև ենք, որ ինք մեկնաբանում է միևնույն ադեն։ Ուրեմն, այս տեքստը եթե քարոզելու լինեինք, սրա մայր քաղաքարը առաջարկը քարոզի տեքստից վերցված ոնց կարանք ներկայացնել հաստատական կերպով մի նախատեսությամբ եւ իբր հարց մի նախատեսությամբ սեմ ցանող սերմնացանը ուրիշ Մինչև ինչ սովորեցինք եղբայրներ ջան, երբ առաջարկը անենք քարոզի մայր խորհուրդը անենք սրդերի հոգնագի ես մասավոր օրինակը բերեցի որտեվ հեշտ է եւ մենք ասեցինք որ մեր առաջարկի մեջ ինչ պետք է լինի իբր բացատրական քարոզ հոգնագի քոյականը պետք է լինի մենք արդեն այստեղը մեր արժև ունենք 4 սրդեր որ մարդկային ղարքավիճակը ներկայացնում են այո այդպեսով garanք ներկայացնել եւ այո 4 սրդերի տեսակներ որ մարդու ասենք վիճակը ազո առաջ ներկայացնում է որտեվ դերը բոլոր աշխարհի մարդկությունը այս 4 սրդերով ներկայացնում է այստեղ չկա բացակա մեկը բացակա չկա բոլորն էլ այնտեղ ներգրավված են ինչու որտեվ տարբեր մարդիկ մեկը լսում է գասե առաջինը բայց նրա համար հեչ կարևոր չէ արդյունք չի տալի երկրորդը լսում է ինչ ասում է ուրախանում բայց ժամանակավոր է եւ մենք այսօր ունենք մարդիկ որ շուտով ընդունում են կարծում ենք որ հավատացյալ դարան բայց տեղը գալիս է քայտաղությունը բամը գնաց եւ երրորդը ինչ ասում է երրորդը ինչպես զբաղված է չափից դուրս երրորդը աշխարհի հոգսերով հարստությունով հիմա մյուսը նեղությունով բանով ասի հոգսերով ասա գնաց չորրորդը միան դժմարիտ հավատացյալն է որ բդուղ տալիս է 30 60 100 ուրեմն այստեղ դիրոջը օրինակից արդեն նմուշ ունենք մի խոսքով բացատրական այդ քարոզի մոդեցման ինքը արդեն այդպես ներկայացած է մեզ 4 սրդեր կա ասում է 4 սրդերը ոնց ազո արչև ներկայացված են մեկը հոգը չէ մյուսը ուրախանում է շուտով ժամանակավոր ավադում է նեղություններ կայտաղություններ փորձություններ գնում է մյուսը աշխարհի արստությունը քեֆը եւ այդ բոլորը իրեն խեղդում են ամբողջ մնում է 4-րդը միան ինքը ճշմարտաբես արդյունք տալիս է իբր հավատացյալ հիմա սա հեշտ է մեզ համար չմոռանանք եղբայրներ ջան երբ հարցնեմ ցեզ քարոզի մայր կետը կամ քարոզի մայր քաղաքարը քարոզի թեզիսը քարոզի ուրեմն այս ինչ որ մենք ժողովրդին հայտարարում ենք առաջարկում ենք պետք է որ հոգնագի կոյական ունենա չէ՞ ոչ եթե միը մեկ կետ ունենա խնդիր չէ բայց ինչպես տեսանք այս 4 սրդերի բարակային մեկ կետ չի կարելի լինել 4 հատ կա արդեն մեկ կետ կարելի է լինել եթե մեկ կետ լինի քարոզի մայր կետը էսա լրացումներ չունի խնդիր չէ եթե այդպես է բայց սովորաբար այդպես չէ ինչի որ մենք երբեք զորնակ մի համարի մեկ մասը տեքստային մոդեցումով չենք կարոզում հիշում եք երեք տեքստային կարոզի մասին տեքստային կարոզը կարա ասել զորնակ օրինակ եթե ասե Հիսուսի արյան փրկություն ունենք Կողոսացիս առաջին գլխից Հիսուսի արյան կամ Եփեսացիս առաջին գլխից Հիսուսի արյան փրկություն ունենք այդ արդարությունը մեկ կետա տեքստային կարոզ բացատրական կարոզը բայց ավելի գներկրավե ավելի լայն համատեքստ ինչու որովհետև Հիսուսի արյան փրկությունը մինագը չի գոյանում մինագը չի կարող կանգնել համատեքստի մեջ է նրա համար տեքստայինը բաց թողնում է համատեքստը քրական համատեքստը ամիջական քրական համատեքստը որովհետև այդ արդարությունը Հիսուսի արյան փրկություն
ուրիշ բաների հետ կապ ունի տեքստի մեջ։ Հիմա ուրիշ օրինակը Սամոս 1 Սամոս 1-ի մասին խոսանք։ Հիմա եթե գարտանք Սամոս 1-ը, պատրաստ լինենք եղբայրներ ջան, ծանոթ Սամոս է։ Նայեցեք 6 համար է, միայն 6 համար է։ Երանելի է այն մարդը, որ ամպարիչների խորհրդի համաձայն չի գնում եւ մեղավորների ճանապարհի մեջ չի գանգնում եւ ծառնողների աթորի վրա չի նստում, այլ նրա աջույքը Տիրոջ օրենքի մեջ է եւ ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին, նա ջրերի օսանքի մոտ դնգված արիբես է, որի բդուղը դալիս է իր ժամանակին եւ նրա տերևը թարմելով չի թափվում եւ ամեն ինչ որ անում է հաջողվում է նրան։ Այնպես չեն ամպարիչները, այլ նման են հարտի շյուղի, որ ծրիվ է դալիս քամին։ Սրա համար ամպարիչները չեն կարող կանգնել դատաստանի մեջ եւ ոչ էլ մեղավորները արդարների ժողովում, որովհետեւ դերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամպարիչների ճանապարհը պիտի գործի։ Հիմա եղբայրներ ջան, ես ցես հարց տամ։ Հիմա այս Սամոսը հնարավոր է մեկ քարոզով կարոզել կամ ոչ։ Երկու քարոզով էլ կարելի է, այո։ Այո, այդպես էլ կարելի է։ Առաջին 3 համարները եւ հետո 4-ից 6-ը, երկու մաս։ Կամ մեկ քարոզով էլ հնարավոր է։ Եթե այդպես անենք, մեր մայր քարոզի թեզիսը ինչ պետք է լինի։ Նայեցեք չմոռանաք օկնագի կոյականը։ Արդարների եւ մեղավորների կամ ամպարիչների։ Ուրեմն երկու շատ լավ մենք տեսնում ենք մեր տեքստում երկու գարկավիճակներ արդարների եւ ամպարիչների շատ շիրակ։ Տեսակ արդեն իսկ աշխատանքով ավելի հեշտանում է։ Ինչու՞ որ եղբայրներ ջան, որչա որ տեքստը կարդանք, իմը ունենալով որ տեքստի մայր ասենք թե շեշտադրումը, արդայությունը, կապարը ինչ է եւ նրա համահունչ ինչ են լրացումները ավելի գեշտանա։ Ես սովորաբար այդպես կանեմ, գամ ասենք իմ երախոսի վրա նշումներս կառնեմ, երբ այսպես քարոզի մայր գեդին եւ քարոզի լրացումների վրա աշխատում, կամա թղթի վրա, սիրում եմ թղթի վրա անել։ Ինչու որովհետեւ գարամ ջնջել, իդ գրել, այսինքն բաց գրիչով թուղթ։ Որովհետեւ մի անգամից շատ հազվագյուտ է, որ մի անգամից եւ որ նայում եմ 100%-ով քարոզի մարգեդը, լրացումները, վերնակիր ամենը մեկ ոնց որ անում եմ։ Չէ, ժամանակը վերցնե, պիտի աշխատես դրա հետ։ Եվ որքան աշխատես ավելի հեշտանում է։ Հիմա այո, մենք կարանք Սամոս 1-ը մի քարոզով ասենք, կամ 2 քարոզով անենք։ Եթե մի քարոզով անենք, այդ մոդեցումը երկու գարկավիճակներ մարդկային արդար ու ամպարիչը։ Եթե 2 քարոզով լինի, իհարկե քարոզի մայր ասենք թե կապարը պիտի լինի կենտրոնական տեզիսը պիտի լինի երանելի մարդու վրայով, արդարի վրայով եւ նույնպես էլ ամպարիչի վրա վաճորդ քարոզը։ Okay, հիմա եթե այդպես անենք, մի քիչ այստեղը անշուշտ ավելի խրթին կլինի, խրթին ասելը ավելի մի քիչ բարդ կլինի, ինչ առումով։ Որը առաջին քարոզին այդ տարբերակը, որ երկու մասին բաժնեցինք, մենք ասեցինք արդար եւ ամպարիչը։ Նրան հիմա ինչու մեր քարոզի մարգեդը ունենք երկու ասենք արդայություններ մարդկանց, երկու բնութագրեր, մեկը դա արդարը, մեկը դա ամպարիչը, բայց երբ եթե զադենք, հիմա օքեյ, եթե մեր մայր կապարը կարոզի արդարի վրա է, նրան դրսևորումները որոնք են տեքստից, առաջին 3 համարից, չէ թե ոչ մյուս պարակային ինչպես լինում է, դու ասում ես քո մարգեդը տեքստի արդարների եւ ամպարիչների մասին է, եւ հետո քո արդարի մասին քո առաջին լրացումը դե եւ երկրորդ լրացումն է։ Հետո ենթա լրացումներ պիտի դաս, այդ բոլոր հատկությունները, բաները, որ այստեղ նշված են, բայց մյուս պարակայում ստիպված ես, եթե ասես արդարն է, արդեն իսկ լրացումները սրանք պիտի լինեն, ինչ որ առաջին 3 համարներում կա, արդարի համար եւ ինչ որ 4-ից 6 կա ամպարիչի համար։ Հիմա իհարկե երկու պարակային ալ, երկու քարոզի պարակային ալ, դակավին պիտի խոսանք այս բոլոր դետալներու մասին։ Չես կարող փախչել նրանցից։ Եթե հիմա ասենք, օքեյ, գարկավիճակը արդարի
ընթեմ գարկավիճակը ամպարիշտի, երկու կարոս։ Okay, արդարի գարկավիճակը ինչ է։ Այստեղից պիտի վերցնենք, չէ՞։ Օրինակ, արդարի գարկավիճակը ինչ կանեք ասե, ամպարիշտների խորհրդի համաձայն չի գնում, թիվ 1, թիվ 2, մեղավորների ճանապարհի մեջ չի գանկնում, թիվ 3, ծառոնների աթորիվա չի նստում, թիվ 4, ազորենքի մեջ է, նրա վրա կմտածե, թիվ 5, ջրերի օսանքի մոտ տնկված արիպես ասին ժամանակին բդուղ դալիս է, առնվազն 5 խորհուրդներ կան, ինչու 2-ն եւ 3-ը, 2-ն դիրոջ օրենքի հետ կապ ունի, 3-ը նրա բդղապերության հետ կապ ունի, բայց առաջին համարն է եղբայրներ ջան, ասել չէ որ առաջին համարի նկատմամբ 3 լրացումներ ունենանք, 3-ը կարող ենք խմբել եւ իբր ենթագետեր կործածենք, ուրեմն վերնակիրը պետք է գտնենք, որ ներկայացնում այդ առաջին համարի արդարի գաբակցությամբ հատկանիշերը։ Ինքը մի անձ է, որ ամպարիշտների խորհրդի համաձայն չի գնում, մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, ծառոնների աթորի վրա չի նստում, եւ։ Ինչպես։ Այսինքն մի խոսքով պետք է գտնենք մի բան, որովհետեւ ներկայացնենք ամբիսից, մնա երանելի է ասենք նա է։ Արդարը, օրինակ արդարի բնութագիրը ասեմ, իբր բանալի բար 3 բնութագրեր ասեմ, հիմա ես չեմ ասում շիդագ եմ, ցեզ հետ միասին խոսում ենք, 3 բնութագրեր արդարի մասին, հիմա ինչու այդպես կասեմ, որ երկրորդ բնութագիրը երկրորդ համարում է, ինք դիրոջ օրենքի համաձայն ապրում է, երրորդ ինք արդյունավետ կյանք ունի դիրոջ առաջ, բայց առաջինը ոնց անենք, ինք մեղավորների նման չի անում, կարող եմ ասեմ, մեղավորներից զատ է, բաժնված է, այսինքն մի խոսքով 3 տարբեր հատկություններ, բնութագրեր, ինչպես կարանք ներկայացնել արդարը։ Եվ հետո երբ որ ասում ենք զորոնակ, եղբայրներ ջան, ես չեմ ասում, որ այդ տերմինը, որ օգտագործեցի, առաջին լրացումը, եւ որ ասեցի, օրինակ երկրորդը ազորենքի հետ կապ ունի, երրորդը բդղապերության հետ կապ ունի, առաջինը մեղավորներից բաժնված լինելու հետ կապ ունի։ Զատված կյանք, բդղապեր կյանք, աստվածաճո կյանք կամ ազող խոսքի, այսինքն զատված կյանք, հնազանդ կյանք, երկրորդ համար, երրորդը բդղապեր կյանք։ Հա։ Հիմա 5 չէ, նրա համար է ասեցի, որ այդ առաջին համարի 3-ը խմբենք մեկի մեջ, որ առաջին համարը 1 լրացում ունենա, երկրորդը 1 լրացում ունենա, երրորդը 1 լրացում ունենա, հետո խմբելով առաջին համարի 3 բաժինները մեկի մեջ, 1 լրացման մեջ, դու ենթագետ իբրև գարաս խոսալ, քու զրույցի հոսքի մեջ, նրանց մասին խոսալ, որ ինչ տեսակի անձ է այս արդարը։ Հա, հիմա ինչպես ասի եղբայրներ ջան, Տեր Դագավին նրբացման գարիկը կարող է լինել։ Ես չեմ ասում, ինչու որ Դագավին աշխատում եմ, ցեզ հետ մտածում ենք, բարձրացան խոսում ենք։ Արդարը ուրեմն հետևյալ 3 հատկություններով նկարագրված է։ Կամ հարցական ցևով, որ 3 հատկությունները պատկերազարդում են նկարագրում են արդարին։ Զորոնակ։ Թիվ 1 մեղավորներից զատված, երկրորդ ազող խոսքի հանդեպ հնազանդ, երրորդ Տիրոջ առաջ բդղապեր։ Այսինքն մի խոսքով զատված, հնազանդ, բդղապեր։ Այդպես անշուշտ հիմա ես չեմ կարող զատված, հնազանդ, բդղապեր միան անել, ավելի գարչ, հագիրճ արդայությունով ինչ որ բանի մեջ հստակ լինի իմ գիրարումը, արդեն զատվածը, հնազանդը եւ բդղապերը մեզի սովորաբար գիրարման պիտի դանեն։ Զատված աշխարից, արդեն 1 Հովհաննես 2:15-17-ը մեր միտքը գալիս է։ Հնազանդ իհարկե, Հովհաննես Արաքյալը 1 Հովհաննեսում մի քիչ առաջ խոսեցանք։ 1 Հովհաննես 2:3-6-ում հնազանդության մասին խոսում է։ Հետո էլի գարտացած էինք 3-րդ գլխի մեջ հնազանդության մասին խոսում էր։ Հիմա ասպարակային վերջինը օրինակ բդղապերության մասին, հիմա հնազանդությունը շատ բարձ է։ Ազո բատվիրանի հանդեպ հնազանդ եւ ոչ թե միայն սա, ինչպես որ Սամոս 2-ն ինքը ծորեք գիշեր Տիրոջ խոսքի վրա մտածում է։ Միայն մտածելը չէ, այսինքն ինքը հնազանդ է նրա։ Մեկը բարձրապես ազո խոսքի վրա չի կարող մտածել, եթե հնազանդ կյանք չունի ազո խոսքի հանդեպ։ Մեկը բարձրապես ժամավաճառ չի ուզում լինել ազո խոսքի վրա մտածելով, եթե հնազանդության նպատակ չունի։ Հիմա այստեղ տեքստը չի ասում, սա մենք պիտի խոսանք մեր քարոզի ընթացքում։ Եվ երրորդը անշուշտ
ինք ժամանակին իր բդուղը դալիս եւ ինչ լավ բան է ժամանակին իր բդուղը դալը, պատկերազարդում։ Մենք գիտենք Հայաստանի մեջ քանի միրգեր ունենք, դուք ավելի լավ գիտեք եղբայրներ ջանից մե։ Ինչու դուք գիտեք, որ միրգը, որ ադենին, որ սեզոնին լավակույն համը, դեսկը, հոդը, ամեն ինչ ունի։ Եվ մեր ժողովրդին այդպեսի բարձ պատկերազարդումով մեր ժողովուրդը անդրադառնում է, որ բդղապեր լինելը իր ժամանակին լավակույնն է։ Եվ ոնց ես կարող եմ դիրոջ առաջ բդղապեր լինել իր ժամանակին, իր ուզած ադենը, ոչ թե իմ ուզած ադենս։ Սա բարձ կիրառում է, բարձ, բամը չկա սրա մեջ։ Ուրեմն, այդպեսի ցևով, որ խրախուսենք մեր լսարանը, եղբայրներ ջան, որ կորձի անցնեն, ինչու որ մենք գիտենք բացադրական քարոզի նպատակը բարձրապես մեկնաբանությունը չէ Աստծո խոսքի, ապա կիրառումն է նրա հավերժական ճշմարտությունը այսօրվա մեր կյանքում։ Սա է բացադրական քարոզի հիմքը։ Բացադրական քարոզ չի լինում, ասեցինք, չէ, նորից կրկնենք, եթե միայն մեկնաբանություն լինի, սա էգզեկետիկա լինում է։ Բայց երբ էքսպոզիցիա պետք է լինի, բացատրություն պետք է լինի, կիրառումը ներառված է այնտեղ։ Նույնպես անշուշտ ամպարիշտի մասին կարանք խոսել։ Ամպարիշտի գարկավիճակը ինչպեսի դրսևորված է, այստեղ անշուշտ 4-5-6 համարներու մեջ մենք ես չեմ ասում, որ եղբայրներ ջան, 3 այստեղը ուրեմն լրացումներ կան ամեն մի համարի մասին։ Ուրեմն կարող է որ 2 լրացում լինի մի համարի մեջ, կամ Հակոբ ջան, մի քիչ առաջ մենք կարող ենք 5 այդ լրացումներով մոդիգանալ։ Կարող ենք։ Քան թե խմբենք առաջին համարի այդ 3 բաժինները մեկ լրացումի մեջ, որ հնարավոր էր, երբեմն կարողա չի լինում, կարողա որ չէ, չես կարող խմբել այդ 3-ը առաջին համարում։ Զացած պիտի բայես, տեքստը մեզի պիտի ցուցաբերես, տեքստի դրամապանությունը մեզի պիտի հայտնես։ Զորօրինակ, եթե տեքստը ասեր, զորօրինակ, սիրել միմյանց, հետո մեղ չի կորզել, հետո հավատքով վարվել Տիրոջ առաջ, օքեյ, կարող ես խմբել ասել, որ սրանք հոգևոր բարդականություններ են, բայց միևնույն ադենազադա կարող ես պահել, սիրել միմյանցը, որտեղ իրարու անթեփ կապ ունի, հավատքը Աստծո անթեփ կապ ունի, այդպեսով դարբեր խորհուրդներ կներկայացվի, այո։ Եթե տեքստի բարերը կարաս օգտագործել, լավ է։ Եթե ոչ քո բարերով, մինչև այնադեմ որ տեքստի ըսածի իմաստը այնտեղ է, հա, բաբանվի, այո։ Եթե կարաս տեքստի բարերը օգտագործել, ինչու՞ չէ, ավելի հեշտ է։ Ինչպես որ մի քիչ առաջ 1 Հովհաննեսից արեցինք անցյալ բահում։ Հնազանդություն, աղոտ, միմյանց հանդեպ սեր։ Տեքստի մեջ էր որովհետև սրանք։ Այնտեղից 1 Հովհաննես 3-ում։ So, սա էլի ուրիշ օրինակ է, եղբայրներ ջան։ Հիմա մի օրինակ ևս վերցնենք, առաջ որ մի քիչ այդ իմ քարոզների այդ բաներից ցույց տամ, էլի նույն ցևով, նույն մոդեցումով, նույն այդպեսի կորզնական աշխատանքային մոդեցումով 1 Պետրոս 1 Պետրոս 1 3-ից 5 1 Պետրոս 1 3-ից 5 Օրնյալ է ասված եւ հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր արած ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենթանի հույսի համար մերներից Հիսուս Քրիստոսի արությամբ։ Այն անեղծ, անարատ ու անթարամ ժառանգության համար, որ երկնքում բաված է ցեզ համար, որ Աստծո զորությամբ հավատով բաբանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։ Հիմա սա իբր քարոզի տեքստ միավոր մենք կարանք ներկայացնել իբր 1 քարոզ։ Okay, հիմա երբ այս հատվածին նայենք, եղբայրներ ջան, սրա մայր առաջարկը, մայր քահապարը, քարոզի կենտրոնական միտքը տեքստից վերցված ինչ է։ Ինչպեսի կարանք ներկայացնել սա։ Հիմա միայն թեման ասեք, հոգնագի քոյականը չասենք դեր, միայն թեման։ Ինչի մասին է թեման։ Այո, ուրիշ, ինչպես այո, ուրիշ մի խոսքով մեր ինչի մասին խոսում է։ Մեր փրկության մասին։ Մեր փրկության մասին։ Եվ այո, ինքը նայեցեք ինչ կասե։ Մեր փրկությունը այդպեսի ներկայացված է, որ բարձ բանը չէ, ոնց որ կարևոր մեծ փրկությունը, ինչու որովհետև ողորմություն կա, վերստին ծնունդ կա, անարատ անթարամ ժառանգություն կա, որ բաված է ինքը Աստծո զորությամբ հավատքով բաբանված եք փրկության, պատրաստ է հայտնվելու այդ փրկությունը վերջին ժամին, մենք միայն չփրկվեցանք, երբ ապաշխարեցինք, մենք պիտի էլի մեր վերջնական փրկությունը գա,
երբ Տիրոջ հետ լինենք կամ հափշտակությունը լինի։ Այդ վերջին փրկությանը ցանկանում ենք, չէ՞։ Ներփրկությունը, այո, այդ սկզբնական փրկությունը գա, այն օրը որ ավադացինք Տիրոջ շնորհով, եւ ծեր փրկությունը ահովը թողով կորձեք, կասե Ֆիլիպպեսիների 2-ի մեջ, այդ սրբացման ընթացքը եւ հետո կա այդ մեր վերջնական փրկությունը, որ սրա մասին խոսում է 5-րդ համարում, գասե բաբանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին, այս վերջին ատենը։ Երբ Տերը կամ վերադառնա մեզ համար, կամ մենք մահով նրա հետ լինենք այդպիսով։ Հիմա ուրեմն հաստատեցինք եղբայրներ ջան, որ այո, այս հատվածը մեր փրկության մասին խոսում է։ Եվ իհարկե, հիմա երբ մենք սրանից պիտի քարոզենք, մեր փրկության մասին պիտի խոսանք։ Հիմա պատկերացրեք, եթե այստեղը մեկը ելեր քարոզեր, օրինակ զիրար ներելու մասին, միմյանց ներելու մասին։ Լավ թեմա է, առողջ թեմա է։ Իհարկե, ամենք սա գարիք ունենք միշտ հիշելու, մեզ հիշեցվելու այս թեման, բայց տեքստի մեջ չէ։ Այդ ուրիշ ադեմվա համար ուրիշ տեքստից է։ Այստեղը մեր փրկության մասին խոսում է։ Եվ իհարկե, հիմա անշուշտ, այստեղը հետո պետք է նայենք ոնց մենք կարանք այս համարներու առնչությամբ մեր լրացումները ոնց որ շարատրել եւ անշուշտ ամեն մի լրացում պետք է որ թեմայի հետ կապ ունենա մեր փրկության հետ։ Ուրեմն ինչպես կարանք անել։ Հիմա եթե 3 համար ունենք, 3 համարի կարանք բաժնել։ Օրինակ, հիմա գասե օրդյալ է ասված եւ հայրը մեր Տեր Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց գենտանի ույսի համար մերեներից Հիսուս Քրիստոսի առությամբ։ Նայեցեք, հիմա բլոկային սխեմայի այդ տրամաբանությունով մայր խորհուրդը այս համարում ինչա, որ պետք է առանձնացնենք ձախին։ Նայեցեք, այնտեղ շարունակ է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը փրկության առումով վերստին ծնեց իր առատ, այսինքն այո, հիմա մենք կարանք ասել, որ մեր փրկության հիմքը, աղբյուրը, հեղինակը Աստված է։ Կարանք սրանով ալ սկսել, բայց մեր նպատակների համար, որը հիմա դակավի մենք մանրագրգիռ չենք աշխատում տեքստի վրա, նրա համար է որ թուղթ մադից սրբակայել բան հնարավոր է, որ պետք է անենք։ Ուրեմն թիվ 1 կարանք ասել մեր այդ փրկության կամ մեծ փրկության կամ հրաշալի փրկության գաբակցությամբ առաջին բանը որ Աստված արեց, հիմա ես այդպես մտածում եմ, կարող է դուք ուրիշ բան ունեք ասել, եղբայրներ ջան, Աստված ինչ արեց մեր փրկության համար։ Դիմեք վերսին ծնուն տվավ նրա ողորմության համացան, առատ ողորմության համացան։ Okay, երկրորդ Անեղծ անտարամ անարատ ժառանգության համար որ երկնքում բավված է, ժառանգության մասին է, գենտրոնական թեման ժառանգությունն է, որ անեղծ է անտարամ է բավված է երկնքում։ Ուրեմն թիվ 1 ինք վերստին ծնեց մեզ։ Թիվ 2 մեզ համար ուրիշ ինչ արեց։ Ժառանգություն պատրաստեց, բաբանեց, պատրաստեց ինչ որ է, եւ թիվ 3 ազոզորությամբ հավատով բաբանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։ Թիվ 1 ասեցինք իր ողորմությամբ վերստին ծնեց մեզ, թիվ 2 ժառանգություն մեզ պատրաստեց դվեց ինչ որ է, եւ թիվ 3 ինչպես կարանք ներկայացնել 5-րդ համարի խորհուրդը, կապարը։ Աստվածաշնչի մեջ ժառանգություն բառը չկա։ Ինչպես։ Իմ Աստվածաշնչի մեջ ժառանգություն բառը չկա։ Խնդիր չէ։ Ինչ ունեք այդտեղը։ Հույսի համար։ Ինչ ունեք։ Հույսի համար։ 4-րդ համար։ Հույսի համար։ Անտարամ հույսի համար գասե, անեղծ անտարամ հույսի համար։ Շատ լավ։ Մեր հույսը մեր ժառանգությունն է, մեր ժառանգությունը մեր հույսն է։ Հիմա հունարենով ճիշտ չեմ հիշում ինչ ասում է այդտեղը, սրա համար է որ երբ դարբեր թարգմանություններ գարտանք, այս բաները մեր աչքի առջև գալիս է։ Եվ նրա համար պետք է մտածենք ինչ պիտի ասենք մեր ժողովրդին։ Ես Աստվածաշնչի չունենա անդադ ժառանգություն խոսենք ինքը բան չի հասկանում։ Դեռ եկեղեցու անունն է, չէ՞ ուսի։ Եվ 5-րդ համարում ուրեմն թիվ 1 եւ որ ասենք որ վերստին ծնեց, թիվ 2 մեզ ժառանգություն տվեց, հույս տվեց, ինչ որ ուզում եք, եւ թիվ 3 մեզ ինչ արեց։ Բաբանեց, պատրաստեց, ասի մի խոսքով մեր այդ վերջին ժամը հայտնվելու փրկության համար
ինք իր զորությամբ մեզ պատրաստեց։ So այդ երեք սենք գործողություններով աստվածային մենք կարանք ասել երեք աստվածային գործողություններ, որոնց միջոցով Դերը մեզ տվեց մեծ փրկություն։ Փրկեց, դվեց, ասի փրկեց, ասի վերստին ծնեց, հույս տվեց, ժառանգություն տվեց եւ երրորդ ինչ որ ասեցինք պատրաստեց մեծ հավիտենականության համար այդպես բանը։ Հիմա հագիր չկերպ։ So այդ երեք սենք միջոցները, դրսևորումները, գործողությունները Աստծո մեծ փրկության կամ Աստծո փրկության։ So այդպիսով։ Հիմա հաջորդը։ Ո՞վ է հարց եղբայրներ ջան, առաջ որ շարունակենք։ Հա? 3 կերպ մեզ փրկել։ Հիմա եղբայրներ ջան, հիմա 3 կասեմ բարձրապես, որովհետև 3 մաս արեցինք, 3 համար էսելով։ Հիմա կարող է որ 2 կարաս անել, 4 կարաս, 5 կարաս, բայց մոդարապես լավն էր, որովհետև ինչու։ Եվ որ 4 եւ 5 նայեցանք, 4 եւ 5-ը մեգուսացած խորհուրդներ էին։ Մեկ հատը այդ ժառանգության հույսի նկատմամբ, մեկ հատն ալ այդ վերջին adene փրկության հայտնվելու նկատմամբ եւ երրորդ համարը այո, օրհնյալ է Աստված կա, Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի կա, որ ինք վերստին ծնեց կասե եւ հետո կասե ոնց այդ վերստին ծնունդը եղավ։ So օրինակ ասեց գենթանի հույսի համար մերելներից Հիսուս Քրիստոսի առությամբ ոնց կատարելագործվեց այդ վերստին ծնունդը եւ ինչու գենթանի հույսի համար։ Այդ բաները մեկնաբանության մեջ ունենք։ Հիմա հաջորդը էս փագեմ Եվ եղբայրներ ջան, նայեցեք, երբ այսպես մեր քարոզի մայր գետի վրա աշխատում ենք եւ նրա լրացումները գտնելու վրա աշխատում ենք, պատկերացրեք, եթե 2-3 ժամ տվեցիք, այդ մի քանի համարը կարդալ, սերդել, ուսումնասիրել եւ քանի անգամ խորհուրդները սրբակրել, փոխել, բարվոքել, լավացնել, արդեն իսկ քարոզը ուղագի էստեղ է։ Քարոզի համարները էստեղ են։ Արդեն գիտես ինչ բաների մասին պիտի խոսաս։ Մնացածը նշումներդ, բաներդ քո ասենք թե համագարկիչուն կամ գրված պատկերազարդումներդ կավելացնես, եզրակացությունդ, ներազությունդ, այդպիսի անցումներդ արդեն իսկ քարոզը էստեղ է։ Եթե մեկը ասե Վարդանեղ բարգանքն է, արդեն ինքը մի քանի ժամ դված է, քոնե քարոզի մայր գետը հասկացած է եւ նրա հետ կապ ունեցող այդ ենթագետերը, լրացումները հստակ է։ Մնացածը իհարկե դակավին պետք է աշխատի, որ պատկերազարդումներ գտնե, կամ հողումներ գտնե, կամ ուրիշ սուրբ կրային, ասենք թե խաչացև հողումները, որ կապ ունի վերստին ծնունդի թեմայի հետ, ժառանգության հետ եւ այլն, այդպիսով։ Ես միշտ ուշադրություն, որ երբ այս ծևով քարոզի մայր գետը գտնելու վրա աշխատեմ տեքստից եւ առավել լրացումներու վրա աշխատեմ, որ այսինքն հաստատ անեմ, որ այո, իմ լրացումները շիդակ համապատասխանում են այդ տեքստին եւ տեքստի մայր գետին, իբր քարոզի մայր գետ, արդեն իսկ էստեղ է։ Գիտեմ ինչի մասին պիտի խոսամ։ Այդ փոքր դետալները, որ ժառանգություն ինչ է, վերստին ծնունդ ինչ է, օքեյ, աստվածաբանական ասենք թե պարարան է, գիրք է, սահմանում է, այդպիսի բաներ հետո ոնց որ դու կավելացնես քո նշումների մեջ։ Մա այս էլի քարոզներից մեկն է, որ մերեգեցին քարոզած եմ, ծեր մոտ չգիտեմ, Դավիթենցկով քարոզած եմ, այո, հիշում եմ։ Դավիթ Տակավորի այդ ըրած մեղքի մասին, երկրորդ Տակավորած 11 լման գլուխը վերցրած եմ, ինչու որ լման գլուխը մեկ բան է։ Հիմա հիշում եք իր մեղքը Պերսապեի հետ, հետո ինչպես Ուրիայի սպանեցնել դվավ այդ բոլորը։ Հիմա առաջին, մանա ինչպեսի ներկայացած եմ, վայրընթաց մգա, սպիրալի նման, և այս վայրընթացը ինք 5 քայլեր ունի, եսում եք 5 քայլեր ունի, նրա բարակային, այդպեսով մոդիգացա, հիմա առաջին 3 համարները, ուրեմն ինքը ինչ արեց Դավիթ, մեղքի հետ ֆլիրտ արեց, սիրախաղ արեց, ինչու որովհետև դեսավ Պերսապեի, սիրտը ուզեց և
մեղք գործեց նրա հետ։ Հիմա Տեր Դագավին մեղքի մասին չի խոսար։ Մինչև 3 համարում նայեցեք, Դավիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին։ Դու տեսար աչքը դարձուր յետ բալադից այդ ասենք թե դրսից յետ ներս եկուր քո սենյակը, բայց ինք շարունակեց մտածել Պերսապեի վրա մարդ ղրգեց, որբեսի հասկանա ումի աղջիկնա ով է, ինչ հարցուփորձ արեց։ Հիմա սա առաջին իր քայլն է, այդ հոգևոր անգման մեղքի մեջ ընկնելու այդ վայրընթացին, այդ սպիրալին։ Ոչ, բայց առաջինը չէ, որ ինքը պատերազմի մեջ։ Հա, բայց հիմա իբր առաջին գեդի մեջ մեղքի, այո, այդ բաները անշուշտ որովհետև ինք պետք է լիներ մի տեղ ուր որ չեր, նա էլ նպաստեց իր մեղքին, ինքը եթե պատերազմի լիներ, ադի քարոզի բացատրության մեջ, այո, պիտի ասենք։ Հիմա ինչու որովհետև հետո նայեցեք ինչ կլինի 4-րդ ամառից եւ որ վար գնամ 4-րդ ամառից Դավիթը պատմապերներ ուղարկեց։ Հիմա առաջին մասը նայեցեք, եւ որ պատմական քարոզներ ունենք, ինչպես մենք օրինակ օպերա որ գնանք դադերախաղը դիտում ենք, դադերախաղը դարբեր ակտեր կունենա, չէ՞։ Առաջին ակտը զոր օրինակ մարդիկը սրճարանում են, զրուցում են։ Հետո հաջորդ դեսարանը եւ որ ընդմիջումից յետքը այս անգամ մարդիկը, չգիտեմ, դանմը մեջ են, ֆուտբոլ դիտում են, օրինակ։ Երրորդ ակտը զորակ մարդիկը բարդեզում քայլում են եւ այլն ինչ որ է։ Հիմա այստեղը միշտ նկատի ունենանք պատմական եթե տեքստ ունենք, բաժանմունքները ոնց պետք է անենք, որ ամեն մի բաժանմունքը մի լրացում կարա լինել։ Պետք է նայենք։ Հիմա Դավիթի բարակային նայեցեք, հոս արդեն վերակաղ անում եմ կաբույտով, առաջ որ անցնեմ հաջորդ կետին։ Հիմա ոստեղը անցումս ինչ որ են, հիմա չեմ հիշում, բայց այստեղ բամը չեմ գրած, բայց սա չի նշանակում, որ մի անգամից այդ կետ կմեկ կդոր այդպես հրացեմ։ Կարող է ոչ։ Երկրորդ կայ։ Ինքը մեղքի հետ սիրախաղ արեց, ֆլիրտ արեց։ Երկրորդ մեղքի մեջ ընկավ։ Ինչու որովհետև Դավիթը մարդ ուղարկեց, վերցրեց նրան, նրա հետ վարգեց եւ իր գինը գասե ազոխոսկը մակրվել էր իր տաշտանից, նա վերադարձավ իր դուն, գինը ղիացավ, մարդ ուղարկեց ու Դավիթին աղորդեց ասելով. ես ըղի եմ։ Արդեն իր այդ փորձության մեջ ընկավ։ Փորձությունը այնտեղ էր, մեղքի հետ ֆլիրտ չես կարող անել, ինչու որ մեղքի հետ եթե ֆլիրտ անես, սիրախաղ անես, վերջ մեղքը պիտի դանեք ես ասին, այո, ասին այդ փորձությունը քեզի պիտի դանե թեպի մեղքի մեջ ընկնելու։ Հիմա, այո, սա ոնց որ, այո, հղում է։ Հնարավոր է այդ հատվածի հետ տանել, որ բանը, որ Հակոբոսի մեջ որ ասում է, որտեղ շատ հետաքրքիր Հա, մեջբերում մի դնի այդ տեղը, հա։ Շատ գեղեցիկ բան է, որ այնտեղ Այո։ ցանկացավ, հետո Այո։ Գեղեցիկ մեղք գործեց։ Գեղեցիկ մեղք գործեց։ Զուգահեռների համար է ասում։ Հիմա այստեղ ուրիշ օրինակ պատկերազարդում ունեմ աս կարմիրովը եւ այլն։ Հիմա հաջորդ գեդին գնալով, հաջորդ քայլը, նայեցեք, սկիզբը մեղքի հետ սիրախաղ արեց, հետո մեղքի մեջ ընկավ, հետո մեղքը ցանկացավ ինչ անել, ծածկել 6-ից 13 համար։ Ինչու որովհետև Դավիթ մարդ ուղարկեց Հովաբի մոտ ասելով. նա է, Քեդացի Ուրյան ինձ ուղարկի։ Ինչու ուզեց իրեն բադիվ դալ դուն ուղարկել։ Ուզեց հետո իրեն խմցնել, որբեսի խմած լինի, գնա դուն, գնոջ հետ հարաբերությունը, որովհետև սկիզբը չհաջողեցավ։ Սկիզբը ուզեց դուն ուղարկել նվերներ հետևեն գնաց, որ գնա գնոջկով անգստացիր, ինչ լավ է իր բանը, արգումենտը, բայց բոլորը կեղծավոր արգումենտ էր։ Իր մեղքը ուզում է ծածկել, եւ սա է խորհուրդը սրա հետևից։ Եվ չհաջողվեցավ։ Ինչու դերը թույլ չի տալի դրան այս բարակային։ Եվ հետո 4-րդ այդ քայլը մեղքի նկատմամբ, հա, չի հանդիպել ինձ, բայց ինքը որ այդ տրյուկը, այդ հնարքը կա բան անում, բանեսնում է, որ զինվորին ուղարկելով բան։ Ուրիշ տեղեր մենք թետես բան չենք տեսնում իր կյանքի մեջ։
որ արած լիներ նախկինում հաջողած լիներ ու հիմա Նույնպես բամը Այսինքն չէ, փորձառություն։ հա, էլի որ ծածկելու պահն եմ ասում։ հա ծածկելու մասին Դավիթի հիմա չեմ հիշում ես եթե Եղեքը որ մեկը մեկին վնաս ադի հետո այդետու առաջ ասում եղբայրը Այդ քո ասածը հետո է եղել Այդ նույն ծածկատան փոշը աղբեր քուր որ այդ անարագություն եղավ ինքը պիտի որպես հայր խառնվեր այդ հարցին լուծում տար լուծում չտվեց աբիսողը մուրը պահեց 2 տարի մնաց հետո Ամնոնի թեմի մյուս տան սպանեց այ այդ սա որ հայր իր դերը չկատարեց Ակի ինքնարկիր ինքը որտեղից վերցեց որ տենց պետք է անել էլի։ արեց հիմա եւ անշուշտ հիմա այո մեկնաբանության մեջ գնում ենք եւ շատ լավ զրույց է եղբայրներ ջան բայց մեր նպատակների համար իհարկե որ նկատի ունենանք որ այստեղը մեղքի նկատմամբ վայրեջք մը գա որ այդ վայրեջքը մինչև որ իր վերջին չափին հասնի չի ընդհատվում մեղքի հետ սիրախաղ արեց մեղքի մեջ ընկավ հետո մեղքը չանած ծածկել եւ որ չկարողացավ ծածկել 14-ից 18 համարները չանած մեղքի աբացույցները վերացնել ինչու որովհետեւ ինչ արեց ավելի մեղքը երթալու ավելի քեշ լինում է սկիզբը այո փորձվեցավ ֆլիրտ արեց մեղքի հետ պետք է ասել ով դեր ներողություն խնդրում եմ որովհետեւ ես մեղանչեցի եւ հարցը կլուծվեր բայց չերեց այդպես չառնագեց մեղքի դեղի դալ Տես ինչքան մարդիկ կային ականատես էին չէ մարդկանց ուղարկեց բերեց Նետակավորն է նույնիսկ անշուշտ հովապը անշուշտ ցայնը չհանեց դասական ասենք կարգավիճակ Չէ Այսինքն փոքր բան չէր դա Չէ Հետո ուրյաներ բավականին այո զորավոր մարդ զորավոր Դավիթի 37 լավագույն զինվորներից էր Ուրյան մնացորդացի մեջ այդպես կասե եւ հետո 4-րդ մտածելու առիթ այո մեղքի աբացույցների վերացում ինքը չանաց այդպես անել բայց չկարողացավ եւ վերջը 5-րդ եւ որ չկարողացավ աբացույցը վերացնել ինչ արեց մեղքը չանաց արտարացնել պատկերացրեք այսպիսի հավատարիմ հոգևոր մարդը որ որքան աստուծո նախանցախնդիր էր նրա փառքի համար Գողիաթի առաջ մեծ հաղթանակ բերեց Աստծո փառքի համար Իսրայելի ժողովրդին այդ մարդը որ որքան սամոսներ կրած էր հիմա նայեցեք ինչ կասե մեղքի արտարացման նկատմամբ բադվիրեց պատգամապերին ասելով երբ որ բادرազմի բոլոր եղելությունները բադմես տակավորին ու վերջացնես եւ եթե տակավորի փարգությունը պորպոկվի Հովապը գասե պատգամավորին ասպես ասա տակավորին եւ տակավորը ասի ինչու մոդեցա քաղաքին բادرազմել չգիտեք որ բարիսպի վրայից նեդեր գարցագեն ով սպանեց եւ այլն հետո նայեցեք ինչ կասե եւ ասե որ եւ նայալ մերավ գասե ինչպես մերավ Ուրյանալ մերավ եւ նայեցեք եւ որ պատգամաբերը եկավ եւ այդպես ասեց Դավիթին Դավիթ նայեցեք ինչ կասե 25 համար Դավիթը պատգամաբերին ասաց այսպես կասես Հովապին թող այդ բանը չարչի թվա քո աչքին որովհետեւ սուրը երբեմն մերդ այսպես է հարվածում մերդ այդպես ասեն պատկերացրեք սա նույն մարդն է որ դարիներ առաջ երբ ինք 17 տարեկան էր Գողիաթի թեմ մինակ կանգնեց հիմա բայց հոգսի չէ դրամապանությունով մարդկային ոչ թե աստվածային ասում է մի նեղվիր սուրը երբեմն այսօր սրան գխփի մյուսին գխփի պատերազմ է հա բայց սա աստուծո մարդու խոսքը պետք չէ լինի խնդիրը էսա եւ նայեցեք ամեն բանի հետ կը 26 համար Ուրիագինը լսեց մարդը մերել է սուկ արեց իր մարդու համար եւ երբ սուկը անցավ Դավիթ մարդ ուղարկեց նրան իր դուն բերել դվեց եւ նա դարձավ նրա գինը ու նրա համար որդի ծնվեց եւ եթե կարծում ենք որ Աստված այդքան ադենե լուր էր առաջին անգամ դիրոջ անունը այստեղ այս գլխի մեջ երևաց կասե բայց այս բանը որ արեց Դավիթը դիրոջ աչքին չարերված արդեն այդ արդարությունը մեգումը այսինքն սաստիկ վախ պետք է պատճառ է այո Դավիթը չգիտե դեռ բայց Սուրբիկը ասում է ինչու որ մենք գիտենք հաջորդ գլխի մեջ դերը արդեն պիտի կործե նրա կյանքում
Ուրեմն դեսում ենք եղբայրներ ջան, եւ հետո անշուշտ վերակաղի առումով նայեցեք, 5 քայլերը այստեղ են։ 5 քայլերը այստեղ են։ Եվ մեղքի անթեպ զգուշացում հիշեցնում եմ ես ինձ որ ժողովրդին այդպես ասեմ եւ էլի թե ավադացյալներին եւ թե ավետարանգա gospel ավետարանգա չփրկվածներին այստեղը so մեղքի նկատմամբ այդ կապակցությամբ մեղքի հետ սիրախաղ անել մեղքի մեջ ընկնել մեղքը ծածկել մեղքի աբացույցները վերացնել եւ մեղքը արդարացնել պատկերացեք ուրգից ուր գնաց այդպեսի սպիրալ մնե որ գնում է հա մեղքի ավետարանն է Սա մեղքի ավետարանն է։ Ուրեմն անվերջանալի վայրընթաց բայրուրի նման 5 փոխկապակցված քայլեր տեսանք մեղքի նկատմամբ, որոնք հավատացյալներին ավելի հեռու են դանում Աստծուց ու բերում են դիրոջ դժգոհությունը նրա դեմ։ So Դավիթի վիճակը ադեր գարքավիճակը, so էսալ ուրիշ նմուշ մնա եղբայրներ ջան։ Եկեք զգույշ լինենք, արդեն դուք եզրահանգում եք։ Ոնց որ վերջին այդպեսի գիրարման բանով ուղղությունը այդպես անշուշտ մի նախատեսությունով սել չէ որ միան աչաբ է որ ես սրա վրայով ավելի մի քիչ ոնց որ խոսամ սա 1 Դագավին 15 րոպե եւս ունենք նո 20 րոպե այո Հիմա տեսեք իհարկե գուցե Աստծո որտեղ մտածելու առիթ տվեց սա ու այդ սխեման շատ հետաքրքիր էր որ 5 կետերը գրեցի Այս բարական 5 լրացումներ կար Հա ուղղակի շատ գեղեցիկ էր բան սիրախաղ անկում ծածկում եւ մնացած բաներ հետաքրքիր է որ մենք ճիշտ է Աստծո աչքին չար եղավ երևաց բայց հետո ինչպես է ոնց որ ասած տեսնում ենք օրհնում է ինքը Դավիթի եւ Ուրիայի ամուսնությունը օրհնել ներեություն հա վերսա եւ մեր մահանու բայց Սողոմոնը ծնվում այո Սողոմոնը հետաքրքիր ինչ եք մտածում այսօր Հիմա Հեչեք Չէ, նո, կարոզած եմ երկուսն էլ, մի րոպե։ Չէ, կարծում եմ ծեր մոտ 12 կարոզած է, 11 չէր։ Ադի խնդիրը չէ։ Ինչու որովհետև գասեմ սա, որովհետև 12-ն այստեղը բահած եմ, կա շաբաթ մեր կարոշական դպրոցի մեջ պիտի անեմ։ Այստեղն է։ Եթե դա շատ լուրջ խնդիր է եւ այսօր շատ առաջնորդներ, որ անկում են ունենում, իրանք այս Դավիթի օրինակով արդարացնում են իրենց, որտեղ ներեց իրանք, դες ինչ սերունդ տվեց Եվ ինչ բան, դե լավ մեզ էլ Չէ, մեղք է, սա չի նշանակում, որ մեկը գարա ներողություն էստեղը չի բացում, ինչու չգիտեմ, բայց iPad-ով պիտի փորձեմ, այո Վարդան եղբայրս, ասա։ Որ մի քիչ այդ բանը ինչ են ասում, որ ոչ Վարդան ախպեր, դա ացերում տվեց որնեց, բայց իրան պաշը չէր համար, ինքը չպարավորվեց հետո Դավիթը, որտեղ ծրագիր ուներ Դավիթ միջոցով Հիմա դերը, հիմա Վարդան եղբայրս, հա, ներողություն, Հակոբ եղա, sorry, խոսում էր, ասա Դե հասկանում են, Հակոբ ջան, դե ամենը հասկանում են, բայց զարմանալի է, էլի։ Մարդուց նման սերունդ եւ առաջին դիրքով։ Եվ ուսիկը թույլատրեց ու հետագայում մենք նայում ենք Ուրիայի Բերսաբեն, որ ինքը մտավ, ոնց որ ասած, այդ կողմից մտավ, իր այն օրինական կանանցի սերնդից չեղավ, այլ այս բարից Այսինքն մեղավոր զույգի այդ սերունդից ոչ թե մյուս։ ու Սողոմոն ծնվեց։ Նույնը Ռախավը։ Աստված ամեն ինչ։ Հիմա եղբայրներ ջան, այո, այստեղ պատասխանը կա, ասված դադեց Դավիթի, նրա զավակն էլ վերցրեց նրանից եւ նրանից յետքը, ասպադարից յետքը Դավիթ շատ դժվարությունների ենթակա եղավ, Ամնոնը, Ադոնիան, Աբիսողոմը Եվ այս որդին, որ 12 գլխում արդեն մերավ, որ այդ աբորինի հարաբերությունից պիտի ունենար, որ ունեցավ մերավ երեխան 7 օր հետքը, ինչու նույնիսկ չասավ 8-րդ օրը, որ անուն դրվի նրան, անանուն մերավ, ըստ սրիական օրենքի 8-րդ օրը դղա զավակը պետք է անուն դրվի, թլպալություն պետք է ունենա, չեղավ, չասավ, հա,
Ուրեմն 4 զավակ կորցրեց եւ հիշու եք ինչ ասեց. եթե ես անարտարությունը ռազեմ 4 բադիկ կադուցանեմ ասեց։ Ուզում ես, ավասիկ 4 բադիկ, 4 զավակ կորցրեց, 4 տղա կորցրեց։ Ասված երբեք չեն կարող այդ խալ։ Ինչ որ գցանես, հա, եւ նրանից հետո Դավիթի վկայությունը նույնը չեղավ, ինչ որ առաջ էր այս պադարից։ Հա, Փառք Աստծո, որ դեռ շնորհալի Աստված է, որովհետեւ Կորս կարակելոցում ինչ կասե, Դավիթը կդա իմ սրդի ամացայն մարդը 10-րդ գլխի մեջ ներկայացեմ, այդպես կասե Տերը։ Այսին մի խոսքով սա մեզ հույս տալիս է, որ իբր գիրառում, մեր քարոզում գիրառում, որ եթե մենք մեղքեր ունենք, որ դա ճշմարտապես խոստովանեցանք եւ Դավիթ ճշմարտապես խոստովանեցավ իր մեղքը, 2 Թագավորաց 12-ում, նրանից հետո դերը, այսին հայրավոր դարի հետո, բայց հայրավոր ասելով Դավիթ 1000 թվականի շուրջ ապրած է, 1000 տարի հետո ասենք։ 10-11 տարուն մինչև առաջին տարուն, ինչպես Տերը Սուրբ Գրքի մեջ Սուրբ Օգու ներշնչման դակ հիշեցնում է մեզ, որ Դավիթը կդա իմ սրդի ամացայն մարդ։ Ուրեմն սա մեզ հույս տալիս է, որ եթե այսօր դու իբր ավադացյալ մեղք ունես, խոստովան է, որ Տիրոջ օրհնություն ունենաս, որ այսինքն հարաճիգա օրերու մեջ աբակայում ասված քո վրայով, եթե մարդկանց արժև չէ, երկնքում լավ խոսակու վրայով։ Եվ մենք գիտենք, որ մենք ցանկանում ենք այդ աբրիսը ընդունել Տիրոջից, չէ՞։ Աբրիս բարի եւ ավադարիմ ծառը։ Ամեն ավադացյալի համար ամենակարևոր բանը ինչ է, որ Տերը ասա աբրիս բարի եւ ավադարիմ ծառը։ Դերը չի ասում 100% աբրիս բարի եւ ավադարիմ ծառը էր։ Դերը գիտի ամեն մեկը ինձ մեղք ունենք եւ ունեցած ենք դեպտեր բիդ ունենանք, այ բայց մեղք կա։ Դավիթի մեղքը մեծ մեղք էր, բայց էլի Տերը ներեց նրան։ Դերը ողորմած է եւ սա է, որ մեր Աստվածը ցույց տալիս է նրա օրինակով, որ եթե Դավիթի մեղքը գարա ներվիլ, ուրիշ մեղքեր ագար։ Նոյ մեղք կորձ, Աբրահամ մեղք կորձ, սուտ խոսսավ, հետո Մովսես մեղք կորձ, բարգացավ, չկարողացավ խոսսալ երգիրը մտնել, Պետրոսը ուրացավ, ես չեմ ճանաչում նրան։ Գիտես ինչ սել է ադիկա, ադի ավասար է Հիսուսը ուրանալու, բայց մենք գիտենք, որ նրա ուրացումը, ինչ որ Հիսուս ուրիշ տեղ գաս, որ մարդկանց արչև ինձ ուրանա, հա, բայց սա նույնը չէ։ Հիսուսի այդտեղը խոսքը վերակրում է մարդիկ, որ վերջնականապես չեն ընդունում նրանց եւ ասում են, հա, բայց Պետրոս դարձ ունեցավ։ Պետրոս ինքը Հիսուսը սիրում էր։ Հովանես 21-ում դեռ մի եկավ, որ հիշում եք, առաջ որ Հիսուս տարվեցավ խաչելության եւ այլն, ասեց, ով լինի, ես պիտի չթողնում քեզ։ Երես կնաս Ադանա ասեց, ասին ինչ, դու ասո գամքի ամացան չես խոսում, մարդկային առումով խոսում ես։ Ինքը մտածում է Հիսուսի լավություն մի դիանե, որ ինք չմեռնի։ Եթե ինք չմեռնի, Պետրոս արաքյալ, մենք բոլորս կուվրատ մի դիշտենք պիտի ձեզենք քեզ։ Մեր փրկությունը դու առնում ես այդպիսով, չէ՞։ Հիսուս գիտի ինչ կասե, ինքը չի գիտի ինչ կասե։ Նրա համար 21-րդ գլխի մեջ Հովհաննեսում խոնարհված սիրում ես ինչ կասե Հիսուս։ Դեռ դու գիտես։ Առաջ այդպես չէր ասում։ Օ, ես, ամեն ինչ անեն ես։ Քեզ չեմ թողում։ Հետո նորից դեր այշեցի 3 անգամ։ Դեր գիտես դու։ Եվ երրորդ անգամին որ ասես տրտմեցավ, ասես Տեր, ասես ամեն բան գիտես։ Ասի գիտես քեզ գսիրեմ ասես։ Եվ ճշմարիտ էր։ Հիսուս երբեք նրան չայբանեց ասելով սուդ ես, սդախոս փուք ես։ Ասի որ դու ինձի այդպես արեց։ Չէ, ինքը գիտե որ ճշմարտապես սիրում է նրան։ Բայց այդ տգարության բարակային սա մեզ հիշեցնում է որ մենք եթե ցախողություն ունենանք հոգեորապես, սա չի նշանակում երբեք, որ Աստծո շնորհքը մենք կարանք ոտնագող խնել։ Պողոս արաքյալ գասե չէ, Հռոմայացիների 6:1-2 շնորհքի դակ ենք սելով մեղքի մեջ մնանք։ Կաբլեցի։ Այո։ Այո։ Ամեն։ Ամեն։ Etapարտությունը կոդում է որ միշտ ինքը բարողի սմարտիշնի ամենքին ձևա մեկին ինչ-որ մի ժամանակում բայց բոլորի կյանքում լինում է դա գալիս է մի իրավիճակ որ մի քիչ պատահում է մեկը սկսում է լավ քարոզը շատ արդեն փորձում է իրան բարձրացնում մեկը մի քիչ ավելի ինչ-որ առումով Աստծո շնորհքի իր մեջ շատ է դրսևորվում գալիս է իրավիճակ պատահում հենց բերեմ ասենք ասում մեկը չի հպարտացել որ Աստված մայչացնում որ բարձրացնի Հիմա որովհետև 2 Թագավորաց 11 խոսանք եղբայրներ ջան, այս հաջորդ գլուխը պիտի չխոսեի սրա վրայով, քարշապտվա համար բահում էի, քարոշչական դպրոցի, բայց խնդիր չէ, հիմա գանենք։
Սա էլ հաջորդ քարոզս էր, հաջորդ գլխից մինչև 25 համարը, բոլոր գլուխը չէ, ուրեմն իմ քարոզի քաղաքապարը մայր հետևյալն է, ազո շնորհալի գործը ընկած ավադացյալի վերականգնման գործում։ 4 շնորհի միջոցներ։ Մեր տեքստի լույսի, սա վերնակիրն է, ասենք, 4 ավելի գարջ է իրական վերնակիրը, բարձրապես սա է տեզիսը, ուրեմն մեր տեքստի լույսի ներքո կան 4 շնորհի միջոցներ, շնորհած միջոցներ, որոնց միջով դերը աշխատում է մեզ վերականգնել մեր մեղավոր ճանապարհներից։ Եվ նրա համաձայն 4 հատ այստեղը բան կա համարներու առնչությամբ, ինչու որովհետև հիշում եք, առաջին մասը գխոսա, երբ Աստված Նաթան մարգարեին ուղարկում է։ Եվ հետո ինչու համար այստեղը 7a եւ 7b է, որտեղ ճիշտ 7b-ի սկզբում դու ես այդ մարդը գասե։ Ճիշտ այնտեղն է, որ ոնց որ Նաթան մարգարեն իր ճշմարիտ նպատակը գծուցապերե Դավիթի։ Մինչև այն այդեն Դավիթը սկսավ ոնց որ փարգանալ, ասեց այդ մարդը ով որ արեց այդպեսի վատ բանը, պետք է, մեր բաժանը եւ այդ մավան որդի է, եբրայերենով մավան որդի է գասե։ Ճիշտ այդպես։ Հիմա ուրեմն շնորհքի առաջին միջոց, այս շնորհքի միջոց է։ Դերը ինչպես աշխատում է նրա միջոցով, որ մեզ վերագանքն է մեր մեղավոր ճանապարհներից, եւ այո, գրգնում եմ այս ամեն մի քարոզի, ասենք բանի համար, լրացման համար, նույնն է որ այս բոլորը, այս վերջին մասը դարբեր է։ Մեղքի արձագանումը, ինչու որովհետև Նաթան եկավ Տիրոջ ուղերձով, արակ մտվեց, ինքը արձագանեց նրա մեղքը։ Երկրորդ, ինքը ինչ արեց, մեղքը արձագանելու հետ կդադարեցես, դու ես այդ մարդը, դու այդպես արեցիր, այդպես, դերը քեզ այդպես արեց, դու հովիվ էր, բաներ, հիմա բարձրացրեց քեզ Իսրայելի տակավոր արեց, ասին ինչու այդքան լավություն դերը արեց, դու Տիրոջ թշնամիներու առաջ հայոյելու արիտ տվեցիր ասած։ Հա, հիմա անալ մեկնաբանական հարց է, ինչ ասել ուզես Տերը, ասել է ուրիշ գիներակ պիտի դարիրեն։ Ինչ մեկնաբանական հարց կա, թե լավ էր այդ ագնարգը։ Հետո մեղքի խոստովանությունը մի համար, ինչու որովհետև նա շնորհած միջոց է, դերը մեր մեղքը պետք է արձագանե, ոնց սուրբ գրքի միջոցով, ուրիշ եղբորը միջոցով, քարոզիմը միջոցով, կամ ասենք հոգևոր քրագանության միջոցով, բայց ինքը արձագանում է մեր մեղքը։ Եվ երկրորդ դադարում է մեր մեղքը։ Միայն բարձրապես չասում որ, ինչպես որ բժիշկը ասում է օրինակ, դու օրինակ քաղցկեղ ունես, okay? Հետո գասեն հայ քաղցկեղը լավ բան չէ, երկրորդ կետը, դադարում է, քաղցկեղը վատ է, զգուշ պետք է լինես, այս պետք է լինես, այդ պետք չէ լինես, երրորդ քաղցկեղի անտեմ ինչ պետք է լինի հավատացյալ օրինակ, խոստովանությունը, Դավիթ ասեց չէ, մեղք կորզի Տիրոջ դեմ, ընդունեց իր մեղքը, եւ նրանից հետ կփոխվեց, այսին անգեղծ էր, հետո չորրորդ շնորհի միջոցը մեղքի հետևանքներն են, նայեցեք, մենք գիտենք ինչ պատահեց, 14 համարից դերը ասեց, թեև 13 համարում դերը իր մեղքը ներեց, ինչու որ նայեցեք, երկու թագավորների 13 համարում, երբ Դավիթը ասեց դերը ներեց քո մեղքը, ասեց Նաթանը, դու չես մեռնի, ինչու չես մեռնի, որովհետև ըստ Աստծո խոսքի դեր իրավունք ուներ Դավիթի կյանքը առնելու, իր զավակին արավ, այդ աբորինի հղացված զավակին, որ այդ ծավալը հանցավոր չէր, Դավիթ պետք է նրա դեղը մեռներ, բայց Աստված շնորհք ցույց տվեց եւ զավակին արեց ինչու, ամոթը որբեսի բաբանե նրան ամոթից եւ Դավիթ հասկացա, որ այդ երեխան երկնքում է ասելով։ Հիմա աստվածաբանական բաներ են, որ մեկնաբանության մեջ պետք է անենք, բայց նայեցեք 14 համարից հետևանքները, բայց որովհետեւ այդ արարքով Տիրոջ թշնամիներին արիտ տվեցիր Տիրոջ հայելու, այն որդին, որ պիտի ծնվի քեզ համար մեռնելու է, եւ այդ բոլոր հետևանքները այնտեղ տեսնում ենք։ Ինչ Տերը արեց նրա կյանքում, մինչև հետո վերջը դեր իր ողորմությունը վերահաստատեց։ Ես այդպես մարի, որ արեցի, որ այդ բոլորը այդ մեկ մասի մեջ դնեմ։ Ինչու կասեմ սա, որը հնարավոր է, որ 5-րդ լրացում մնա լիներ այստեղը։ Մեղքի հետևանքներից հետքը, ինչպես կարաս ասել այդ օրդությունները, որ Դավիթի եկավ։ Նրա մեջ դրեցի, որ դեր ինչպես իր մեղքը ներեց, նույնիսկ մեղքի հետևանքներում մենք ալ որ մեղքի հետևանքներ ունենք եւ զգում ենք մեր կյանքում, դեր Դավիթ իր ողորմությունը զուգահեռաբար ցույց տալիս է։ Դավիթը այդպես արեց։ Այո, Ագոբ ջան։ Եթե օրինակ Դավիթին վերցածներ, ըստ ինձ կարծում եմ, որ Դավիթի համար ավելի հեշտ լինի, քանի որ ինքը գնալու ասում որ
զավակին վերցնում, մի քիչ ավելի ցավեց, որպես խրատ, խրատ է։ Իսկ որ մեռնեն մի անգամ։ Մեկնաբանության մեջ է, այո։ Այո։ Լավ զրույց է, այո։ Հա, մեռնեն մի անգամ գնում են ասես խրատվեց ու ոնց որ հասկացավ։ Հա դու սկսես տալ։ Ուրիշի կնգանցած ու կարեց շանքը հիշացնում է։ Բիսոակի Այո, այո, դերը ասեց արդեն, չէ, Նաթան Մարգարեի միջոցով ասեց այս գլխի մեջ, որ ինչ պիտի բադահի։ Հստակորեն ասեց եւ այդպես պատահեց։ Ուրիշ հարցեր եղբայրներ ջան։ Երբ ենք վերջացնելու։ 5 րոպեից։ 5 րոպե ունենք արջևնից։ Այո։ Ես վերջացրեցի այսօրվա համար, վաղը էլի ուրիշ օրինակներով կշարունակենք։ Բայց ներողություն էլի։ Էդի ինչ բան էր այդ արարքը օրինակի համար որ կազմակերպեցին, վրանը դրեցին ու այդ Դիսական հարավություն։ Չէ, Մեղ, որպես ցույց տա, որ ինքը իր հորմե զորավոր է այդպիսով։ Սա ոնց որ հանդուկն արարք էր։ ուզում ասեմ ինչ որ պատմական այդպիսի բան կար, որ մարդիկ վերջապես ինչ որ տեղից վերցրեցին, չէ։ Ադերակ չէ։ Այդտեղ գրված է, որ ժողովուրդը տեսնի, որ Այո։ է ձև արել, արդեն կիմանան, որ Այո, հետդաշ չկա։ այո։ Դավիթ անարգված է, մերժված է։ Վերջած պիտի լինի Հետո իր խորհրդականն է, չէ՞ խորհուրդ։ Այո։ Եվ իր խորհրդական ով էր։ Այթոփել ով էր։ Ակիտոպելն ու Դավիթի խորհրդական Դավիթի խորհրդական ով էր։ հոպարն ու ակիտոպելը։ Բաններ։ Քուսինը Պերսապեի մեծ հայրն էր։ պապն Մեծ հայրն էր։ ակիտոպել։ Այո։ Այ մեծ։ Պերսապեի մեծ հայրն էր, որովհետև ինքը արդեն տեսած էր ինչ արեց իր թորնիկին, ինչպես Ուրիայի եւ Դավիթի Սուրբիկը ասում է Դավիթի խորհրդատուն լինելով Ակիտոպելը իր խոսքը ինչի հավասար էր Սուրբիկը ասում է Դիրոջ խոսքին, այսինքն անգամ որ լավ իմաստալից առողջ այսինքն խորհրդատվություն տալիս էր եւ այս բարակային անշուշտ այսի կարելի ասել որ նա ինչ որտեղ վրեժ լուծեց այո նպատակը սա էր, yeah. դե հենց այդ է մտածում որտեղից վերցեցին դա ուրիշ բան չկար անել որ այդ հիմարություն անային Այդպիսով հիմա ներ Վարդան եղբայրս հիմա չեմ կարող ասել ուրիշ ինչ պատճառներով արեց, բայց ոչ դիրոջ խոսքի համաձայն էր, որ ինչ որ դու գախնի արեցիր բացենի բաց եւ այդպես եղավ եւ առավել անշուշտ որպես իր իշխանությունը ցույց տա Ափիսողոմ, այսինքն որ իր իշխանությունը ցույց տա, որ ինքն է տակավորը, հայրը այլևս այստեղ դեղ չունի, իր ասենք թե հարջերը, գիները իրեն պատկանում են եւ այն այդ բոլոր բաները ինչ որ Վագն եղբայրն ասեց արդեն, հա։ Որ հելը իր քրոջ պահով կոնկրետ քայլեր չարել։ Հա, հա, անալ իր բանը ուներ, այո, այո, այո։ իսպաններն Յա, մերսի ցեզի, շատ առողջ զրույց է եղբայրներ ջան, այո։ Հաստորեն կարելի ասել, որ Դավիթը մեղքի մեջ ընկավ նրանից հետո, երբ իմացավ, որ ամուսնացած է չի խոսում։ Հիմա եղբայրս ներ։ Բազմականություն կար։ Հիմա նայ, տեքստը ինչ ասում է, նայ։ Բազմագնության հարցը չէ դակավին, որտեվ ասված հին ուխտի մեջը թակավորներու առումով, դեր Սուրբ Գիրքը ստակ ասում է, որ մեկ մարդ մեկին ծնունդոցի սկզբից, բայց ասված ինքը թույլատրած էր, ոչ թե որ ասված այդպես ինքը իր բարոյական խոսքի համաձայն այդպես ուզում էր, իր գերիշխան գամքի համաձայն որոշ ժամանակի մեջ ինչ ուրիշ նպատակներով համաձայն չգիտենք, Սուրբ Գիրքը չի ասում, ասված թույլատրած էր, Դավիթ նրա համար կանիմը գին ուներ, Սողոմոնն ալ կանիմը գին ուներ, Սողոմոն մաշալլա ասենք, ասի գլուխը արավ գնաց, սո Աբրահամն էլ այդպես, հիմա ինչու այդպես կասենք, որ նայեցեք, հիմա տեքստի մեջ ասում է 11-րդ գլխին, Դավիթ 11:3-ում, Դավիթ մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ գնոջ մասին։ Եվ նայեցեք ասացին, դա Բերսապեն է Էլիամի աղջիկը, Գեդացի Ուրիագին է, Էլիամը ումի որդին էր, Ագիտոպելի։ Ուրեմն Գեդացի Ուրիայի գինը, ուրեմն արդեն ասեցին նրան ով է։ Ուզում ասել, այդ պահից է իր մեղքս, որ իմացել է, որ Նայ, ամուսնացած է։ Թիմեք, եւ որ գինը տեսավ, տեքստը չի ասում մերկով, չի ասում որ, օքեյ, հավնեցավ, խնդիր չի գա, գարար ամուսնանալ եթե դագավին ամուրի էր գինը, բայց տեքստը մեզի
այդպես չի ներկայացնում, ինչու որովհետև տեքստը ներկայացնում է, որ ինքը շարունակեց իր նպատակի մեջ մնալ։ Ուրեմն ասել է, որ իր մտածելակերպը առողջ էր։ Եթե նույնիսկ սկիզբը այդպես լիներ, ինչու որ այսպեսի բաները բացատական քարոզի մեջ պիտի ասես։ Ճիշտ աս հարցերը դու պիտի դաս, պիտի մեկնաբանությունը դաս որչափ որ հնարավոր է, ինչու որ մենք հիմա գարտում ենք այդ սպիտակ տողերը, եւ որ սև տողերը սուրբիկը գրած է, սպիտակ տողերը չգիտենք եթե այդպես էր կամ ոչ, բայց լավ է այդպեսի հագիրճ կոմենտ մանելը, ասելը կարող է որ Դավիթ ինք մտածեց այդպես, ամուրի գինը, դա կրվեցավ, դա լուր ունեցավ, ահա պետք է գանք առնի աստե, բայց ոչ, շարունակեց։ Հիմա Սուրբիկը այդպես չի ներկայացնում, ինչպես որ եղբայրը ասեց մի քիչ առաջ, ինք այնտեղ պետք չէ լիներ, ինչու որ գասե թագավորների բادرազմի դուրս գալու ժամանակը Դավիթը մնացել էր Երուսաղեմում, արդեն իսկ այդ արդարությունը մեզ ցույց տալիս է, որ սխալ բան մը գա նրա մոդեցման մեջ։ Մեղք չէ, բայց սխալ բան մը գա։ Ադա ուրիշ բան, լավ դիտարկում է։ Ինչու։ Այո, ինչու համար այդպեսի կատաղություն լինի, նո շիտակի էսածը, որ քարոզի մեջ նշում ենք սա, ինչու համար գինոջ այդպես դեսնում, օքեյ, թագավորի բալադը վերև է, մույս սենք դները ասպես են, բայց դու գիտես, որ թագավորի բալադը այնտեղ է, առաջին անգամը չէ, որ կարողանես թագավորի դեսած ես այնտեղ, անակ մը չէ, որ առաջին օրն է այդ դանը մեջ եկած է և լողանալու վրա է, չգիտեք որքան ադենոն ապրում է, նրա մասի խոսում ենք արդա, ուրիշ դեղ չգա այդպես, այո, մեկ բան, դիկրա Արթուր եղբայր, այո։ Առաջին դեպքն է, որ պատերազմի իրաժողովը չի դնում մասնակցում, տոնը մնաց եւ մեղքի մեջ։ Այո, ուրիշ չի ասում Սուրբ Գիրքը ուրիշ տեղ այդպես։ Այո, դիկրան եղբայր։ Կիրառումը տետանք, ասենք խոսքի ասենք կիրառում ենանի, որ մեր կամֆորտ զոնան, մեր ամենավտանգավոր տեղն է, խոսքի առաջին ճակատում կրվել է, քան վտանգավոր ջիրքան, ոսոր մեր Հիմա մի խոսքով, եթե ավելի դյուրացնենք սա, այսինքն հոգևոր առումով ազոգամքի մեջ լինելը ավելի աբահով է մեզ համար, քան թե ազոգամքից դուրս։ Եթե ազոգամքի ինչ է ասպարակային, քո ժողովրդի առաջնորդն ես, բادرազմի դու պետք է գնաս հետը։ Ժողովրդի հետ պետք է, այսինքն բանակի հետ պետք է գնաս, բայց դու յետև մնաս, թագավորները այդպես անում էին, բայց Սուրբ Գիրքը ասում է, ինք սովորաբար այդպես անում է, չարեց։ Այսինքն եթե խոսքի մենք տանը մնանք, բան չանենք, այդ ավելի վտանգավոր, հաստատ խոսքի գնանք հարցը Լիքը գիրառումներ կա եղբայրներ ջան, լիքը։ Մա դիկրան եղբայրը սազը հասկանում եմ, հա։ Առաջարկում եմ աղոթենք, սա խնդիր է։ Այո։ Տերը հետ պահի հանկարծ որևէ մեկը չընկնի այս հավալի Շատ այ, Վարդան եղբայր, աղոթես։ Մենք ճիշտ է, կատակի ենք դալիս, բայց առաջնորդներ են ընկել ու դեր շարունակում են ընկնել, այսինքն գումարի ես երիտասարդների որ մեղքի մեջ չլինեն ցանկության պատճառով, հիմնականում